Բարև ձեզ, պարոն Մալխասյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որին կանդրադառնանք, եւ այսպես, այսօր առավոտն էլ բացվեց այն լուրով, որ վաղ առավոտյան ձերբակալել են Հայ-Ակվեի միավորման համակարգող հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ 3 օրը բացվել էր, մենք տեսանք, որ իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն, այս ամենը, այս հանրային տերորը, որ շարունակվում է այս իշխանության կողմից, խնդրեմ սրա հետ կապված ձեր գնահատականը եւ վստահաբար հաջորդիվ նաեւ մենք տեսնելու ենք երեկվա ավականու նիստից, վերջին նիստից կադրերը, խայտառակությունը, այս մարդիկ մոռացել են, որ հիշում են, այսինքն իրենց անցյալը որտեղից են եկել, բայց մոռացել են, թե որտեղ են այլևս հիմա հայտնվել, համեցեք։ Ինչ վերաբերում է Չալաբյանի ձերբակալությանը, այստեղ ակնհայտ է, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ քաղաքական բռնաճնշում, նույնիսկ գործը միջև այս պահը, երբ զայնագրվում ենք, չկա, թե ինչ գործով են տարել, բայց դա բոլորովին էական չէ, որովհետեւ հասկանալի է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զբաղված է ընդդիմադիրներ ձերբակալելով, բանտեր ընդդիմադիրներով լցնելով եւ ես կզարմանամ, որ մի օր առավոտյան արթնանանք եւ չիմանանք, որ ինչ որ մեկին ձերբակալել են, ինչ որ մեկի տունը խուզարկում են, ինչ որ մեկին, չգիտեմ, ինչ կալանքի են ենթարկել, այսինքն մենք պետք է համակերպվենք, ընդունենք, ոչ թե համակերպել պետք չի բնականաբար, մենք պետք է ընդունենք եւ գնահատենք իրավիճակը, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է խստացնել կոշտ ավտորիտարիզմի դրսևորումները, հասարակության մեջ սերմանել է եւ շարունակում է սերմանել վախի մթնոլորտ քաղաքականությամբ զբաղվելու առումով, եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում շատ են այն մարդիկ, ովքեր խուսափում են հանրային դաշտում քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, քաղաքականությունից խոսելուց, որովհետեւ Փաշինյան Նիկոլը հասել է այն հանգրվանին, որ մարդիկ արդեն գործից ազատվելու, ինչ որ բանից զրկվելու, բանտարկվելու, բռնաճնշման ենթարկվելու վախը սրտերի մեջ խուսափում են խոսել քաղաքականությունից։ Եվ ես կոչ կանեի, որ Նիկոլ Փաշինյանը իր դեմքից մի կողմ նետեր կեղծ ժողովրդավարի դիմակը եւ հայտարարել, որ Հայաստանում հաստատվում է, ասենք, ավտորիտար ռեժիմ, որը նման է նացիստական ռեժիմին եւ դրա համար պետք է ստեղծվի գեստապո, այսինքն քաղաքական ոստիկանություն, ինքը կարող է ստեղծել նաեւ Նիկոլ Յուգենդ բաժինը, ովքեր զբաղվեն, ասենք, փողոցներում քաղաքական հակառակորդների հետապնդումներով եւ ծեծով, իմիջիայլոց Հիտլեր Յուգենդի կամ Խումբեի բեյների այդ դրսևորում էր հիշեցնում նաեւ 3 ավականու նիստում 60 հոգով 2 հոգու վրա հարձակվելը Մայր Հայաստան կուսակցության ավականու անդամների նկատմամբ այդ կիրառված բռնությունը այո, տեսել եմ, այսինքն դա այդ եմ ասում, Հիտլեր Յուգենդի պահվածքով անձնավորություններ էին, որոնք փորձում էին ցույց տալ, թե ինչ ջանասիրությամբ են իրենք ծառայում ռեժիմին, ինչպիսի քծնանկով, ինչպիսի անձնազոհությամբ նրանք կարող են այդ անձնազոհություն ճակերտների մեջ 60 հոգով հարձակվել 2 հոգու վրա եւ ծեծի ենթարկել։ Սա ուղղակի մի կողմից վախի դրսևորում է, մյուս կողմից ավտորիտար ռեժիմի հաստատման ավանդույթների ամրապնդում ավելի շատ հասկանում եք Նիկոլ Փաշինյանը կորցնելով լեգիտիմության վերջին նշույլները հունիսի 7-ի ընտրություններով հասկանում ենք, որ այլևս օգոստոսից նա լեգիտիմ վարչապետ չի կարող լինել, որովհետև ընտրվելու է վարչապետ ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից։ Հիմա մի բան ուղղակի քանի որ ձեր խոսքում անդրադարձեք, մի բան տեսնենք եւ նորից դեռ լսանք հիշեցնենք ինչ խայտառակություն է 3 Եթե ես տեղ լինեմ, ես խելոք կլռեի, ձեր ցուցակ։ Սա ասում է Գևորգ Ստեփանյանի, այս Արարածը Փամոկչյանը, ինչպես Հովհաննես Իշխանյանը նախորդ վերզրույցակիցը հարցնում է, բա դու ինչի՞ չես ողջ սրան է հարցնում է։ Երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից են վերել չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձեր
հանդարտության շպրտոց էր, հա, հետո որ բանը անում, մեկնաբանում է իր քայլերը, այդ մասինը։ Ինչքան իշխանության վախերը, ինչքան վախեցած է իշխանությունը, այդքան սարսափելի է դառնում։ Սա ոչ լեգիտիմ իշխանության գրգռված վիճակի արտահայտությունն է, իրենք հասկանում են, որ կորցրել են լեգիտիմությունը բոլոր կարգի, այլևս եւ հետեւաբար մնացել է միայն ոստիկանական սվինների եւ նման անձնավորությունների հույսին պահել իշխանությունը, այսինքն հարձակվել ընդդիմադիրների վրա, դա չստացվեց բանտարկել ընդդիմադիրներին եւ ստեղծել մի հատ մեծ վախով ներծծված հասարակություն կոնցլագեր եւ այդ կոնցլագերի շրջանակներում փորձել իրեն հռչակել թակավոր իմիջայլոց բոլորն էլ թե դրսից թե ներսից նկատում են որ այդ թակավորը մերկ է վերադառնալով Եթե մենք դիմեինք եւ եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հանել ընտրապայքարից 5 տարի ող լաց եւ ողնոց էին լսելու այն մասին որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել այ հենց այսպես պետք է ընտրական շարքով փորձը կատարեիք գնայիք գլխով պատին խփեիք գլուխները ջարդեիք ու հիմա կաշիները քերթվելու բոլոր ընտրակաշարք բաժանողներին բոլորինը ու այո պարոն Թորոսյան այդ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներին ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել կաշիները քերթվելու է ես ձեզ խոստանում եմ այս ձեր աչքի առաջ այո սա վախի դրսևորում է որովհետեւ հաղթող իշխանությունը հաղթող մարդ ընդհանրապես նման ողորմելի ճղճի իրավիճակում չի հայտնվի հաղթող իշխանությունը կփորձեր հասարակության մեջ վերականգնել ներդաշնակությունը, համերաշխությունը, իրար հարգելու մշակույթը, քաղաքականությունից կբացառեր բռնության մշակույթը, սրանք ուղիղ հակառակն են անում։ Ինչու են ուղիղ հակառակն անում, որովհետև հասկանում են իրենք, որ իրենք լեգիտիմ չեն, հետևաբար պետք է անեն քայլեր, որոնք իրենց կարճ խելքով կապացուցի, որ իրենք լեգիտիմ են։ Ինչու են ընկել ընտրակաշարքի թեման այսքան ծաղկացնում են։ Փորձում են ցույց տալ, որ իրականում լեգիտիմ չի ընդդիմությունը։ Դա փորձում են դիմացինին վարկաբեկելով հասարակությանը հասկացնել, որ իրենք իբր պրոբլեմ չունեն, լեգիտիմ են, այ որ ընդդիմության մեջ է բոլոր պրոբլեմները, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ միգուցե ընդդիմության մեջ 1000 պրոբլեմ կա, միլիոն պրոբլեմ կա, բայց Հայաստանի օգոստոսից սկսած Հայաստանի ամենամեծ պրոբլեմը դառնալու է ոչ լեգիտիմ իշխանությունը, որը իր իշխանության հարատևության համար դիմելու է ամենավերջին մեթոդներին, օրինական, հակաօրինական, փողոցային, ոչ փողոցային, լկտի, ոչ լկտի, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի խորշելու որևէ բանի դիմաց եւ անելու է գրեթե իր ձեռքի տակ բոլոր հնարավոր գործողությունները, որպիսի կարողանա իր իշխանությունը պահպանել։ Ինքը հասկանում է, որ ինքը հայտնվել է շատ խորը ցեխաջրի մեջ, չասեմ ուրիշ բառ, խորը ցեխաջրի մեջ է հայտնվել եւ այդտեղից դուրս գալ իր համար պրոբլեմատիկ է, ցեխաջրի մեջ հայտնվել է ինքը հիմնականում արտաքին ուժերի հետ կապված, ոչ այդքան ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, բայց նաև ներքաղաքական իրավիճակից է վախենում, դրա համար էլ ինքը փորձում է մեկուսացնել քիչ թե շատ հայտնի քաղաքական դեմքերին, այսինքն ոչ թե քիչ թե շատ հայտնի, այլ հենց քաղաքական դեմքերին, եթե ուշադիր լինեք, Նիկոլ Փաշինյանը սլաքը ուղղել է հենց քաղաքական մարդկանց նկատմամբ եւ ոչ տանում, ոչ բերում, վերևից մի հրահանգով, ասենք, ձերբակալություններ են տեղի ունենում, փորձում ես հասկանալ գործի մեջ ինչ կա, հասկանում ես ոչինչ չկա։ Հիմա կտեսնենք, որ Չալաբյանի գործն էլ նույն կատեգորիայի
շարքում է, ես չգիտեմ, չեմ հավատում Նիկոլ Փաշինյանական դատաիրավական համակարգին եւ կարծում եմ, որ Հայաստանում շատ-շատերը այլևս չեն հավատում Նիկոլ Փաշինյանի դատաիրավական համակարգին։ Անդրանիկ Թևանյանի գործը դրա վառ վկայությունն է, 1 ամիս ուղիղ եղավ արդեն մի քիչ ավել, որ ձերբակալված է Անդրանիկ Թևանյանը Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով, հրապարակային հրահանգով եւ փորձում են ամեն գնով արատավորել Անդրանիկ Թևանյանի բարի համբավը, զրպարտել, ես այս շոուները հենց նաև դրան է ուղված, որ ինչքան դեմքով, ասենք, պետական դավաճանությունից են խոսում, վերագրում են մարդուն պետական դավաճանություն եւ այլն, ասում են քրեական գործ կա, որ այդպես ինչ որ մեկին ցիտողեք, բա ինչի չեք ցիտում, թե ժողովուրդը ձեր քաղաքական լիդերի մասին ինչեր է խոսում։ Նիկոլ Դավաճան, չգիտեմ, հողատու, էլ ինչ կար, ես չեմ հիշի այդ բոլոր որակումները, ինչ ժողովուրդը ասում է ձեր քաղաքական առաջնորդի մասին, բայց հա, Ալիևն էլ հարբեցող ծաղրացու, բա իրենց պատասխանեք, բա այդ մարդկա ժողովրդին թելեք, ժողովրդին բացատրեք, թե համոզեք, որ ասենք ինչու ձեր լիդերի մասին իրենք նման կարծիք չպետք է ունենան, դրանից վիրավորվեք, բայց դուք հիմնական ձեր սլաքները ուղղել եք ձեր գաղափարաքաղաքական հիմնական հակառակորդներին մեկուսացնելուն, եւ Անդրանիկ Թևանյանը դրանց թվում է, ես մեկ կարևոր բան ասեմ, վերջին օրերին 50 մտավորականներ հայտարարություն էին ստորագրել ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի եւ մյուս քաղբանտարկյալների եւ դա շատ էր նյարդայնացրել մեր ջոջերին քաղաքական Հիտլերի արժանավոր հետևորդներին եւ նրանք ընկած արդեն վարկաբեկում են այդ 50 մտավորականներին կեղծ լուրեր են տարածում թե իբր ասենք նրանց մեկը անունը կա բայց չի ստորագրել պարզվեց որ դրա անունը ոչ էլ եղել է բայց ասենք օթից ինքը ինչ որ հայտարարություն է անում որ ինքը այդ հայտարարությունը չի ստորագրել այսինքն սա ցույց է տալիս վախերը իշխանության իրենք կատաղած են այն բանից որ որևէ մեկը հիմա չի հավատում որ Անդրանիկ Թևանյանը մազաչափ անգամ կապ ունի այն մեղադրանքի հետ ինչ իրեն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը սա իրենց համար մահի հավասար հանգամանք է քաղաքական մահի եւ իրենք հասկանում են որ իրենց ոչ միայն իշխանության ընդհանուր իշխանությունն է կորցրել լեգիտիմությունը այլ լեգիտիմությունը կորցրել է իրավապահ համակարգը դատական համակարգը որովհետեւ շատերը հասկանում են ընկալում են եւ գնահատում են այս ամեն ինչը որպես քաղաքական հետապնդում եւ այս իրավիճակում երբ կոլապսի է ենթարկում ընդհանրապես դատաիրավական համակարգի գործունեությունը եւ նա դառնում է քաղաքական գործիք ոչ թե երկրում արդարադատություն հաստատող ինստիտուտ կամ ինստիտուտներ այդ դեպքում Հայաստանում ստեղծվում է հեղափոխական իրավիճակ ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը այն որ ասում էր հելեք հեղափոխություն արեք դա այն մասին էր որ ինքը լավ է հասկանում թե ինչ է իրավիճակ է ստեղծել երկրում թե ինչ կոնցլագերային մթնոլորտ է երկրում եւ ըստ էության իր վախերն էր դրսևորում ցույց տալով որ ինքը չի վախենում այդ հեղափոխություն կոչվածից թավշյա հեղափոխություն կամ չգիտեմ ինչ հեղափոխություն կոչվածից եւ դրա համար այդպիսի հրապարակային հայտարարություններ է անում իմիջիայլոց ես մի բան էլ ասեմ այս ձերբակալությունների հետ կապված մենք տեսնում ենք որ քաղաքական գործին ձերբակալում են ամիջապես կալանք է կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվում ազատազրկման վայրում եւ ուշադրություն դարձրեք ինչ սրանք եկել են կալանքը օգտագործում են որպես պատժիչ միջոց այսինքն քաղաքական գործին պատժելու համար սդից անհիմն երևակայական մի գործ են կալում ասում են կալանքի տարեք դատավորն էլ կալանքը տալիս է քանի որ ինքն է ասել չէ Հայաստանում չկա այդպիսի դատավոր որ իր ասածները չանի եւ այդ մարդը բանտերում կարող է անցկացնել ամիսներ որոշ դեպքերում նաեւ տարիներ չլինելով դատարանի օրինական վճիռ հասկանում եք ինչ է կատարվում այս մարդը
կալանքը սովորական, երբ որ դա պետք է, ասենք, հետաքննություն իրականացնելու, մի շարք այլ գործողություններ իրականացնելու համար, դարձրել է արդեն դատավճիռ, մարդկանց կալանքով, ամիսներով, տարիներով պահում է բանտերում։ Եվ սրա մասին լռում է քաղաքասարակությունը, եւ սրա մասին լռում են սակունցները, իոնիսյանները, չգիտեմ, այդ մնացած մանրումիջին իրենց իրավապաշտպան հռչակած գրանտ յուրացնողները կամ գրանտ իրականացնողները, չգիտեմ, յուրացնելն է ճիշտ, թե իրականացնելն է ճիշտ, այս իրավիճակում իրացնելն է ճիշտ, եւ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ըստ էության քարտ բլանշ է ստացել որոշ կենտրոններից երկրում իրականացնելու գրեթե ամեն ինչ իշխանությունը պահելու համար եւ իրականացնում է եւ նրանց ապահարում են շատ դեպքերում դա նողկալի է իհարկե գալու է նաեւ այդ մարդկանցից պատասխան պահանջելու ժամանակը չնայած հիմա մենք այդ պատասխանը պահանջում ինչու են լռում համապատասխան կառույցները ժողովրդավարության մարդու իրավունքների հետ կապված որոնք անընդհատ խոսում էին Հայաստանում նման բարեփոխումներ անցկացնելու իրավիճակը բարելավելու մասին հիմա ինչու են լռում այն դեպքում երբ ասենք նույն Անդրանիկ Թևանյանի հետ կապված Նիկոլ Փաշինյանը որոշ ԿՊԱ-ականներ ես դրանց անունը չեմ ուզում տալ, բայց ցուցակը կազմված է ամեն հային չէին խախտում են անմեղության կանխավարկածը նրան մեղադրելով նրան վերագրելով մի հանցագործություն, որը դատարանով ապացուցված չի եւ չի էլ ապացուցվելու սա մարդուն պախարակելու բարի համբավը պախարակելու նրա քաղաքական գործունեությանը խոչընդոտելու վառ դրսևորում է, բայց սրա մասին ինչու չեք խոսում, ինչու հայտարարություններ չեք անում, այսինքն մենք մի իրավիճակում ենք հայտնվել շատ հակասական, շատերի մոտ կարող է դա կոգնիտիվ դիսոնանս առաջացնել, որ այն կառույցները, ովքեր պարտավորված են գումարներ են ծախսում եվրոպացի եւ ամերիկացի հարկատուներից, որպեսզի Հայաստանում հավատանք իրենց հայտարարություններին, հաստատեն ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրենք ուղիղ հակառակն են անում, խրախուսում են, որ այստեղ հաստատվեն ավտորիտար բարքեր։ Մենք տեսնում ենք, որ այս փուլում ընդգծված, այսպես ասենք, տերոր է իրականացվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ընտանիքին պատկանող սեփականություններում, այսպես ասենք, խուզարկություններ են, այս ամենի հետ կապված եւ արդեն նաեւ փակվեց, կարծեմ, Շանգրիլյան 500 աշխատատեղը Սա նույն տրամաբանության մեջ է հարգելի Մայրան, որովհետև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող այս բոլոր գործողությունները դա ուղիղ քաղաքական հետապնդում եւ քաղաքական բռնաճնշում են։ Այլ կերպ սա, եթե ինչ-որ մեկը փորձի գնահատել, ուղղակի կհայտնվի ծիծաղելի վիճակում։ Այդ եթե Գագիկ Ծառուկյանի հետ կապված ինչ-որ բան կար 8 տարի հետո նոր դու իմացար ընտրությունների ընթացքում ու ընտրություններից հետո դու այդ ամեն ինչը իմացար Շանգրիլայի հետ կապված, Արարատ ցեմենտի հետ կապված, էլ չգիտեմ, կարծում եմ էլի կլինեն այդպիսի կազմակերպություններ։ Նոր ես դու այդ ամեն ինչի մասին իմացել, թե քո գործողությունները պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով, ֆիքսվել ես հիմա Գագիկ Ծառուկյանի վրա, փորձում ես մեկուսացնել ինչ-ինչ քաղաքական եւ ոչ քաղաքական հաշվարկներից ելնելով, ոչ քաղաքական հաշվարկներից մեկը կարող է լինել նաեւ այն, որ դու զբաղվում ես կապիտալի վերաբաշխումով, քանի որ քո շրջապատում հնարավոր է հայտնվեն նոր օլիգարխներ կամ օլիգարխ դառնալու ցանկություն ունեցող անձինք իշխանության հետ փոխկապակցված եւ բնականաբար այդ բոլորին ինչ որ բանով պետք է կերակրես։ Այսինքն Գագիկ Ծառուկյանի հետ կապվածը դասական քաղաքական հետապնդում է, դասական քաղաքական բռնաճնշում է, կարող ենք հազար ու մի կարծիք ունենալ այդ անձնավորության հետ կապված, նրա գործունեության հետ կապված, ամենալավից մինչև բացասական, բայց բոլորն են հասկանում, որ եթե Գագիկ Ծառուկյանը չհայտնվեր քաղաքականության մեջ, եթե նա հայտարարություններ չաներ Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե նա հայտ չներկայացներ իշխանություն փոխելու, Գագիկ Ծառուկյանի գլխից մեկ մազ անգամ չէր պակասի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չէր ունենա, այնպես ինչպես նա ոչ մի հարց չունի մնացած օլիգարխներին, որոնց Սերժ Սարգսյանի ժամանակ
ամենավերջի մեղքերի մեջ մեղադրում էր, ամենավերջի լուտանքները թափում էր։ Այդ մարդկանց հիմա ինքը հարց ու պատասխան չունի, բայց ունի այն մարդկանց մեծահարուստների նկատմամբ հարց ու պատասխան, ովքեր իր վարած քաղաքականությունը չեն ընդունում, իր անձին չեն ընդունում։ Դրանց թվում է Գագիկ Ծառուկյանը, դրա համար էլ ընկել է Գագիկ Ծառուկյանի հետևից։ Մայրամ ջան, այո։ Գիտեք ինչն է խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լուրջ ընդունել, ասել, որ մի դեպքում առաջնորդվում է աշխատողների շահերով, մյուս դեպքում էլ կաշխատի այդ շահերի համատեքստում, դա ուղղակի միամտություն կլինի, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործողությունների միակ տրամաբանությունը իշխանությունը պահելն է։ Հիմա 500 աշխատող կզրկվի, 1000 թե 10000, դա իրեն բացարձակ չի ուզում, հասկացեք։ Իրեն դա հետաքրքիր չէ։ Իրեն հետաքրքիր է իր իշխանություն պահելը։ Ինչպես իրեն հետաքրքիր չեղավ այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը կարող է կոլապսի առաջ կանգնել իր հակառուսական գործիքի դեր կատարելու պատճառով։ Եվ հիմա մենք գյուղացիությունը կրում է այդ ամեն ինչի հետևանքները։ Ծիրանի հետ կապված, հիմա ծիրանի սեզոնն է, մնացած միրգ բանջարեղենների հետ կապված եւս մենք ունենալու ենք նաեւ ճգնաժամային իրավիճակ եւ 6 հատ ծիրանը եվրոպացիներին նվիրած իրավիճակ չի փոխելու։ Ես կարդացի, որ Պապոյան Գևորգ կանոնով մի նախարար հայտարարել էր, որ Եվրոպա 600 թե 700 կիլոգրամ ծիրան են արտահանել։ Այն դեպքում, որ ես նաև վիճակագրությունը նայեցի, կարծեմ տարեկան արտահանումը 39000 տոննա է Ռուսաստան, այսինքն իրենք 700 տոննա ծիրան են ինչ-որ տեղ արտահանել, հիմա դրանով են հպարտանում, բա այն տասնյակ հազարավոր տոննաներ ծիրանը ինչ եք դուք անելու, գյուղացին ինչպես է ապրելու։ Այսինքն այս մարդիկ հանուն իրենց իշխանության պատրաստ են վարի տալ Հայաստանի էներգետիկ համակարգը, տնտեսական համակարգը, աշխատողներին, գյուղացիներին, բոլոր հնարավոր ռեսուրսները իրենք պատրաստ են օգտագործելու իրենց իշխանությունը պահելու համար։ Եվ հետևաբար հասարակությունը պետք է հստակ ստապ գնահատի իրավիճակը եւ չմտածի, թե հիմա իրենք թեմայի մեջ չեն, իրենց չի կպնում իշխանությունը, իրենց հետ ամեն ինչ լավ է, կարող են ինչ-որ մի պահի Նիկոլ Փաշինյանի հետ լեզու գտնել, բայց ես կրկին ասեմ, ձեզ հավաստիացնում եմ, որ կգա ժամանակ, եթե իրեն կարծում եմ չի հաջողվի, եթե իրեն հաջողվի քաղաքական ընդդիմախոսների հետ, բոլորի հետ հարցերը լուծել, հատ-հատ մտնելու է բոլորի գրպաններն ու տները, հատ-հատ։ Գիտեք, ես անընդհատ իրենց համեմատում եմ նացիստների հետ, նացիստների ռեժիմն էլ միանգամից չի, մի օրում չի հաստատվել։ Այն նման գործընթացների միջով է անցել, նման փուլերով է անցել, երբ որ, ասենք, մեկին ձերբակալում էին, ենթադրենք կոմունիստ, հա, մյուսներն ասում էին, դե կոմունիստների, նացիստների խնդիրն է, մեր խնդիրը չի։ Հետո եկան հրեաների հետևից, հետո եկան, չգիտեմ, մնացածի հետևից ու յուրաքանչյուրը ասում էր դա իմ խնդիրը չի։ Հիմա նույնը, ասենք Գագիկ Ծառուկյանի խնդիրը։ Գալիս են Գագիկ Ծառուկյանի հետևից, դե ասում են դե մեր խնդիրը չի։ Մենք լեզու կգտնենք, բայց ես հավաստացնում եմ, դուք լեզու չեք գտնելու։ Ինքը եթե հաջողացրեց այս օպերացիան կյանքի կոչել, ջարդելու է մնացած բոլորին բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակներով։ Այսինքն մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որ իրոք կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կորցնելու կամ ինքնիշխանության ճգնաժամ ստեղծելու լրջագույն մարտահրավերի առջև եւ այն իշխանությունը խոսում է ինքնիշխանությունից, անկախությունից, կանգնած է հենց դրա հիմքերում, այսինքն մեղավորության մեծ կամ ամենամեծ մասնաբաժինն ունի
եւ այս ընտրությունները ոչ լեգիտիմ ընտրություններ անցկացնել Հայաստանում եւ ոչ լեգիտիմ ընտրությունները վարչապետ դառնալը ամենամեծ հարվածն է Հայաստանի ինքնիշխանությանը։ Ես կապիտալի հետ կապված մի բան ասեմ, ժամանակին երբ Անդրանիկ Թևանյանի հետ քննարկում ենք իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը բարեփոխելու եւ այլնի երկրի, նա ասում էր, որ պետք է տեղի ունենա կապիտալի լեգիտիմացիա, այսինքն 90-ական թվականներին ձևավորված կապիտալը պետք է լեգիտիմացվի, ինչ որ մի պահի պետք է կարմիր գիծ քաշվի եւ դրանից հետո արդեն աշխատեն բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու մեխանիզմները եւ անցյալը չփորփրել, որովհետեւ անցյալը փորփրելու արատավոր պրակտիկան ոչ թե անցյալը փորփրում են լավագույն միտումներից դուրս գալով, ոչ թե ուզում են արդարադատություն հաստատեն, արդարություն հաստատեն, հավասար բաշխում իրականացնեն, այլ ուզում են մարդկանց պատժել եւ կապիտալի վերաբաշխում իրականացնել իրար մեջ եւ նույն այդ ընթացքում իրենք ոչ թե ազատվում են ոչ լեգիտիմ կապիտալից, այլ ավելի են ապա լեգիտիմացնում կապիտալը եւ մյուս իշխանությունը որ կա հարցերի ունենալու արդեն իրեն։ Եթե օրինակ ասենք նույն Հովիկ Աբրահամյանի օրինակը բերեմ, տան օրինակը, Հովիկ Աբրահամյանի դղյակի հետ կապված կար շատ հարցեր ու կան շատ հարցեր, թե այդ մարդը, ասենք, միշտ պաշտոնյա լինելով հանդերձ ոնց է կարողացել այդ դղյակը կառուցել, մնացածը հաշվի չեմ առնում։ Եկավ այս իշխանությունը, մեղադրանք ներկայացրեց, շատերին թվաց, թե ահա սրանք եկել են արդարադատություն հաստատելու, բայց պարզվա, որ այդ դղյակը տվեցինք, ծախեցին, չգիտեմ ինչ արեցին, մեկ այլ օլիգարխի, որը համարվում է Նիկոլա Մերձ օլիգարխ։ Հիմա մյուս իշխանությունը որ կա, արդեն մեղադրանք է ներկայացնելու, եթե կապիտալի լեգիտիմիզացիա տեղի չունեցավ, մեղադրանք է ներկայացնելու Նիկոլա Մերձ այդ օլիգարխին եւ այդ շղթան անընդհատ արատավոր շղթան անընդհատ պատտվելու է եւ մենք անընդհատ գտնվելու ենք այս քաղաքական շրջապատույտի մեջ, եթե այդ կարմիր գիծը չքաշենք մի օր, բայց ոչ այս իշխանությունների օրոք, այս իշխանությունների հեռանալուց հետո։ Շնորհակալ։